24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան, շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Խոսենք վերջին 2 օրերի գործողություններից, իշխանությունը ամենտեղ լրտեսներ է փնտրում, արդեն իսկ խոզարկություններ, ձերբակալություններ կան։ Նշեմ, որ այսօր ազգային ժողովի падգամավոր եւ ԲՀԿ համամասնական ցուցակով падգամավորի տեխնացու Մարտուն Գրիգորյանի տունը ավտոմեքենան եւ գրասենյակն են խոզարկում, նաեւ քիչ առաջ դատախազությունից տեղեկություն եղավ, որ դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ։ Ինչպես կբացատրեք այս գործողությունները, որոնք ընթանում են։ Դե կարճ իշխանությունների գործող վարչախմբի խոճապով։ Եվ խոճապը շատ པարզ բացատրություն է, որովհետեւ նրանք քարոզարշավը պարտվում են եւ դա ակնհայտ է դառնում։ Եթե դուք ինքներդ մասնակցում եք քարոզարշավին եւ տեսնում եք հանրային արձագանքը Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած խմբավորմանը եւ անդիմադիր տարբեր թևերին, ինչպես գիտեք, Հայաքվեն աջակցում է այս ընտրություններին Ուժեղ Հայաստան դաշինքին եւ Ուժեղ Հայաստան դաշինքի հետ միասին մենք մասնակցում ենք քարոզարշավին, լինում ենք եւ Երևանի վարչական շրջաններում եւ քաղաքներում եւ նաեւ խոշոր գյուղերում եւ ամենուրեք ակնհայտ է տարբերությունը մարդիկ բայրացակամ են տրամադրված որոշ տեղերում նույնիսկ հաղթահարում են այդ վախի մթնոլորտը, ունեք ես շատ տպավորված էի Արմավիրում տեղի ունեցած հանրահավաքում, Արմավիրը Հայաստանի հազվագյուտ համայնքներից է, որտեղ ավականին 100%-անոց ՔՊԱ-ական ներկայացվեց միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ եւ քաղաքացիական պայմանագիրը ուղղակի ծայրահեղ անհամաչափ գերիշխող դեր ունի Արմավիրում, բայց Արմավիրում հանրահավաքին 2-ից 3000 մեր քաղաքացիներ էին ներկայացել անցավ շատ մեծ ոգևորությամբ եւ երբ դու տեսնում ես, դու հասկանում ես, որ այդ վախի մթնոլորտը կոտրվում է։ Ուրիշ հետաքրքիր բան ձեզ ասեմ, Մասիսում, որտեղ ավականին ավելի շատ ընդդիմադիր է, թե մեծ տարբերություն չի ընդդիմադիրը, բայց ավելի շատ ընդդիմադիր ավական է։ Ուժեղ Հայաստանը մեծ հանրահավաք անցկացրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը եկավ Մասիս չկարողացավ հանրահավաք անցկացնել, որտեղ մարդիկ պարզապես չէին եկել։ Ես մեկ մասած չեն հետաքրքրում արդեն այդ սուտերը, մանավանդ որ Մասիսի համայնքն է, որտեղ նախկինում ինչ-որ կանակությամբ ադրբեջանցիներ նաև բնակեցվել, եւ մարդիկ պարզապես շատ իրատեսական գիտակցում են, որ եթե իրանք իրանց ձեռքով օգնեն Փաշինյանին վերընտրվել, կարող է վաղ տներից զրկվեն, որովհետեւ գա ինչ-որ մի հատ ադրբեջանցի Մեհմեդ կամ Ահմեդ, ասես իմ տունն է եղել, չնայած այդ տնից վաղուց մեծ մասը չկա, վերակառուցվել են եւ այլն, բայց կա ասես իմ տունն է եղել, պետք է իմ տունը ինձ տաս։ Մարդիկ շատ իրատեսական են հասկանում։ Բայց մենք տեսնում ենք նաև կադրեր, որտեղ Փաշինյանին խնդրում է, որ նույնիսկ քարտեզ իրենց տա մեծ բազմություն հավաքված, ձեռքերը պարզած քարտեզ են ուզում։ Անկեղծ ասած, մեծ բազմություն ես որևէ տեղ չեմ տեսել, նույնիսկ խոշոր։ Նա բազմություն, Վանաձոր քաղաքում, նույնիսկ Վանաձոր քաղաքում, որտեղ տեղի ունեցավ խնդրահարակա իրադարձությունները, մեծ բազմություն չկար։ Դուք հաշվի առեք, որ Փաշինյանը օգտագործելով վարչական ռեսուրսն, որում անխնա օգտագործելով վարչական ռեսուրսը, դպրոցների, մանկապարտեզների, բժշկական հաստատությունների, պետական կառավարման մարմինների ամբողջ անձնակազմը բերում լցնում են իրանց հանրահավաքներին։ Ապարների դեպքում նույնիսկ պարզ դարձավ, հա, որ 4 տնօրեններ հարկադրել են աշակերտներին գնալ այդ հանրահավաքին, ոչ մի իրավական հետևանք չունեցավ։ Արմավիրին մարզում պարզ դարձավ, որ ասենք ձայնագրությունները կային, ոնց է կրթական կենտրոնի տնօրենը հարկադրում իր ուսանողներին, որ գնան հանրահավաքի, ոչ մի իրավական հետևանք չունեցել։ Եվ ընդհանրապես ասած, ձեզ ասեմ, իմ կարծիքով այս ամեն ինչը ցույց է տալի մի ցավալի իրողություն։ Մեր երկրում հերթական անգամ ականատես ենք լինելու, որ օրենքը միակողմանի կիրառման է, օրենքը չի գործում։ Այն դեպքում, երբ որ իրավապահ մարմինները, պատկան մարմինները իրանք ըստ էության քարոզարշավի ժամանակ պետք է ապահովեին հավասար հնարավորություններ բոլոր մասնակիցների նկատմամբ, ներառյալ ներկայումս քաղաքական իշխանության, բացարձակ հակառակն է տեղի ունենում։ Քաղաքական իշխանությունը ամեն քայլափոխին խախտում անդրական օրենսգիրքը եւ քրեական օրենսգիրքը, դա ոչ մի հետևանք չի ունենում, դրա փոխարեն անդադ քրեական շինծու գործեր են հարուցվում իրանց մրցակիցների նկատմամբ։ Այն ինչ որ տեղի ունեցավ Վանաձորում, ընդհանրապես աղաղակող նախադեպը չունեցող իրադարձություն է, այսօր Հայաքվեն դրա մասին հայտարարություն հանդես եկել, ես պարզապես բացատրեմ, երբ որ արձակուրդի մեջ գտնվող պաշտոնատար անձը, որը քանի որ գտնվում է արձակուրդի մեջ, դրանով նրա պաշտոնական լիազորությունները ակնհայտորեն սահմանափակված են, նախընտրական քարոզչական հանրահավաքի ժամանակ ուղիղ ցուցում է տալիս Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ նախաձեռնել իր մրցակցի նկատմամբ։
Դա աննախադեպ բան է։ Ես արձակուրդում եմ, միևնույն է շարունակում եմ մնալ վարչապետ, այսօր դա բացատրեց, ասում եմ, եւ ես ամենօրյա ամեն օր զեկույցներ եմ ստանում։ Օպերատիվ։ Նորից եմ ասում, նա եթե արձակ, տեսեք, ախր պատական չի, հա, մեր ընտրական օրենսգրքում կա 17 հոդված։ 17 հոդվածի ներողություն 23 հոդված։ 10-ը կա դրա մասին կասեմ 23-րդ հոդված, որը սահմանափակում է վարչական ռեսուրսների կիրառումը։ Նա կարող է ամեն օր նույնիսկ, այո, ստանալ տեղեկություն, բայց 23 հոդվածը հստակ ասում է, դու իրավունք չունես այդ տեղեկությունը օգտագործես քարոզչական նպատակներով, այն տեղեկությունը, որը դու ստացել ես քո պաշտոնական լիազորությունների շրջանակներում, դու իրավունք չունես օգտագործել քարոզչական նպատակներով։ Պետք է բացել 23-րդ հոդվածը եւ կարդալ, եւ դա պատահական չի, որովհետեւ մեր ընտրական օրենսգիրքը փորձել է ըստ էության հավասարեցնել բոլորի շանսերը, որովհետև ակնհայտ է, որ եթե դու հիմա իշխանության մեջ ես, ունես այդպիսի պաշտոնական լիազորություններ, այո, իրավապահ մարմիններ եւ այլն կարող են քեզ տեղեկանքներ տրամադրել տեղեկություն, բայց դու իրավունք չունես դրանց օգտագործել։ Եվ սա այն դեպքն է, երբ որ նա ակնհայտորեն իր պաշտոնական լիազորությունները չարաշահել է վերազանցել է, եւ այն դեպքն է, որի հետ կապված մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմել ենք եւ այդտեղ է որ գործում է 17-րդ հոդված, է սկզբում շփոթեցի, ուրեմն 17-րդ հոդվածի 8-րդ կետը կա, որ եթե քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերից կամ ցուցակում ընդգրկված տեխնացուներից մեկը պարբերաբար շարունակաբար խախտում է ընտրական օրենսդրությունը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու է դիմել համապատասխան դատարանին եւ դատական որոշմամբ այդ տեխնացուին հանել քարոզարշավից։ Հասկանալի է, որ նման բան չի լինի։ Ես ես մի բան ասեմ էլի, տեսեք, մենք երբևիցե չպետք է առաջնորդվենք նրանով, որ մեր երկիրը նախնադարում ապրող, քարե դարում ապրող հետամնաց երկիր է։ Եթե մենք այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այո, մենք միշտ կմնանք քարե դարում։ Մենք պետք է որևէ դատական հայտ չպետք է ներկայացնենք։ Եվ որևէ դատական հայտ չպետք է ներկայացնենք։ Մենք պետք է առաջնորդվենք հակառակ տրամաբանությամբ, որ պետք է ճնշում գործադրել պատկան մարմինների վրա, հանրային ճնշում գործադրել, որպեսզի նրանք իրենց անմիջական սահմանադրական պարտականությունները իրականացնեն։ Տվյալ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ըստ էության մի հատ դիտարկի, ինչպես է ստացվում, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հանդես է գալիս շարունակաբար ատելության խոսքով, իրեն մոտեցող քաղաքացուն հարցումա թե ինքն չի զոհվել, որ ընդհանրապես ցինիզմի գագաթնակետ է, սպառնում է իր հիմնական մրցակիցներին ֆիզիկական ոչնչացման, որը բացարձակ ատելության եւ բռնության կոչ է, որի համար ցանկացած այլ ոք արդեն հիմա կգտնվեր ազատազրկման վայրում։ Ինչպես է իր քարոզչական հանրահավաքի ժամանակ ուղիղ ցուցում տալիս ԱԱՑ-ին ինչ որ մեկի նկատմամբ քրեական հետապնդում ստացած, կամ ինչպես է հայտարարում, որ խլելու է Գագիկ Ծառուկյանին պատկանող Արացեմենտը, իսկ հաջորդ օրն էլ իր կողմնակիցներից մեկը ասեց նաև առանձնատունը։ Դա բացարձակ ընտրական օրենսգրքի բացարձակ խախտումներ են։ Եվ քանի որ այդ խախտումները կրում են շարունակական, ուղղորդված ոչ պատահական, ոչ էմոցիոնալ, ոչ ասենք ինչ որ մի հատ պատահականություն, շարունակական բնույթ եւ ըստ էության քարոզչական ռազմավարություն են իրենց ներկայացնում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կատարի իր ֆունկցիան եւ դիմի դատարանին, այո, որովհետեւ հակառակ դեպքում ես ես ասեմ ինչ է տեղի ունենալու։ Հակառակ դեպքում նախ բոլոր դժոխ կողմերը հնարավորություն են ունենալու ընտրություններից հետո դիմել սահմանադրական դատարան պահանջելով չեղարկել այս ընտրությունները։ Հիմա սահմանադրական դատարանները կասեք, որ նույն ձևի հնազանդ կամակատարն է Նիկոլ Փաշինյանի։ Ընդունենք, հա, եւ բայց դա ի վերջո բերել է նրան, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ չլինեն։ Դա ի վերջո բերել է նրան, որ եթե մեր հասարակության մեծամասնությունը տեսնում է, որ ինքը չի աջակցում Փաշինյանին, բայց Փաշինյանը ի հեճուկս հանրային կարծիքի վերարտադրվում է, դա ըստ էության բերել է մեր հասարակության ներսում տևական անկայունության։ Տևական անկայունության իրանից բխող ամենածանր հետևանքներով։ Ոստի պետք չի մտածել, որ այդ պատկան մարմինները այսօր խնդիր չունեն, ընդհակառակը ունեն, իրենց խնդիրն է ապահովել պետության կայունությունը, իրենց խնդիրն է ապահովել օրենքի գերիշխանությունը, իրենց խնդիրն է ապահովել քաղաքացիների իրավունքները, եւ եթե իրենք այդ խնդիրները չեն իրականացնում, իրենք Փաշինյանի հետ հավասար պատասխանատու են դառնում
այն անկայունության համար, որը կարող է ընտրություններին հաջորդի։ Շարունակենք թեման լրտեսների մասով, Փաշինյանը 2 օր է խոսում է այդ մասը, արդեն մի քանի օր է խոսում է այդ մասին, որ լրտեսներ կան տարբեր կարգերի, Չ կլասի, B կլասի եւ ինքը բացահայտում է եւ այդ դեպքի հետ կապված կոնկրետ Անդրանիկ Թևանյանին նա ասում է, որ 2024 թվականի տեղեկությունը նախ ինչու 2 տարի անց փաստորեն որոշվեց, որ նա պետք է ձերբակալվի, ասում է, որ հետապնդել ենք, տեսնենք ինչ գործողություններ արել, ինչ տեղեկություններ է փոխանցում եւ հիմա է հարմար ժամանակը հասունացել։ Այս թեմայի հետ կապված ինչ կասեք, այսինքն եւ որքանով է հիմնավոր այն տեղեկությունները, որ ներկայացվեց քննչական կոմիտեի կողմից։ Ես չեմ ուզում այդ իրավական հրավերների մեջ շատ բարձ պատճառով էլի։ Այդ նույն վարչախումբը եւ իր կողմից վերահսկող իրապահ մարմինները դեռևս 4 տարի առաջ ինձ են ինչ-որ մի բանի մեջ մեղադրել, 4 տարի անց էլ չեն կարողացել դատարաններում դա ապացուցել, որովհետեւ ի սկզբանե շինծու ինչ-որ մի հատ բան են ֆաբրիկացիա են բերել, փորձել են պահի տակ քարոզչական տպավորություն ստեղծել։ Բայց Անդրանիկ Թևանյանի պետական դավաճանության մեջ բավական ծանր մեղադրանք է։ Տեսեք, առավելս ու դա շատ ծանր մեղադրանք է, ես չեմ ուզում մտնել իրավական նպատակների մեջ։ Ես ներքուստ ենթադրում եմ, համոզված չեմ, որովհետև գործին ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ սա հերթական քարոզչական պղպջակն է, փուչիկն է, ինչպես եղել է իմ հետ դեռևս 4 տարի առաջ, ինչպես եղել է Բագրատ Սրբազանի եւ իր աջակիցների հետ, ինչպես եղել է շատ այլ ընդդիմադիր գործիչների հետ, որոնք տարբեր շինծու գործերով այս ընթացքում ազատազրկվել են, հետո պարզվել է, որ դրա տակ որևէ հիմք չկա։ Բայց այստեղ կարևորը հետևյալն է։ Առաջինը, եթե 24 թվականին ինչ-որ մի բան է տեղի ունեցել, եթե նախ Թևանյանն արդեն ինքը պարզաբանումներ տվեց, որ ինքը այդ ժամանակ պատգամավոր չի եղել։ Ուստի ինչպես կարող էր Թևանյանը փակ լսումներից ինչ-որ ինֆորմացիա անել, ուրեմն այդ փակ լսումները ինչ-որ ուրիշ մասնակից է իրան ինֆորմացիան տրամադրել, ես պարզ հարց եմ տալի ով է այդ մասնակիցը։ Թևանյանն ինքը լսումներին չի եղել, չէ՞ դա ակնհայտ է։ Քանի որ պատգամավոր չի եղել։ Ով է այդ մասնակիցը, ուրեմն այդ մասնակիցի անունը տվեք։ Կարող է կապեց ինչ-որ մեկն է իրան այդ ինֆորմացիան տրամադրել։ Եթե այդպես է, ասեք։ Այդ մեկ։ Երկրորդը, եթե 24 թվականին ինչ-որ բան է պարզվել, ինչի՞ այդ ժամանակ համապատասխան վարույթ չկա։ Հետևում էինք, տեսնենք էլ ինչ տեղեկություններ կհաջորդի։ Այսինքն ընտրություններից առաջ անմիջապես որոշեցին պակալեն։ Տեսեք, դա հետապնդվում է մեր քրեական օրենսդրությամբ, այսինքն եթե իրավապահ մարմինը ունի տեղեկություններ եւ վարույթ չի հարուցում, դա ինքնին արդեն հանցագործություն։ Այսինքն եթե դուք 24 թվականից ունեցել եք տեղեկություններ, վարույթ չեք հարել, դուք կոծկել եք գործը, դա արդեն ինքնին հանցագործություն է, ու նաեւ պետք է պարզել ով է այդ հանցագործության մեղավորը։ Կպարզվի ժամանակի ընթացքում կպարզվի։ Հա, բայց ամենակարևորը հետեւյալն է, տեսեք։ Հիմա քարոզարշավը ակնհայտ է, որ այս ամեն ինչ արվում է քարոզչական նպատակներով։ Ակնհայտ է։ Երբ որ մեկը գալիս ասում է մենք Ծառուկյանի դղյակը խլելու ենք տանք ժողովրդին, իմ մոտ առնվազն մի քանի հարց առաջ եմ։ Ծառուկյանի դղյակը նոր են կառուցել։ Ծառուկյանի դղյակը ինչքան էս ինչ նշում եմ, այդ բլրի գլխին կարել մեկ երկրորդը։ Եթե դուք ունեք փաստեր Ծառուկյանի դեմ, ինչի՞ եք այսքան ժամանակ պահում։ Ծառուկյանը ձեր ժամանակին եղել է ձեր դաշնակիցը։ Ձեր Ծառուկյանի ձայներով է նաև Փաշինյանը 2018 թվականին վարչապետ դառել, հիշում եք, մայիսի 7-ին կարծեմ։ Այդ եթե իր նկատմամբ ինչ-որ բան ունեք, ես ինչի՞ եք մինչև հիմա պահում, որովհետև հիմա Ծառուկյանը ձեր դեմ գնաց, հայտ է ներկայացրել քաղաքական, որովհետև վերջապես թոթափել է այդ ձեր հարկադրանքը, դրա համար որոշել եք վրեժ լուծեք, եկեք տենց էլ ասեք էլի, որ սա սիցիլիական մաֆիա է, ոչ թե պետություն, որ Փաշինյանը մաֆիայի պարագլուխն է եւ վենդետայի անսահմանափակ հնարավորություն ունի, ինքը կարող որոշի երբ պատժել, երբ ներել։ Եվ եթե ինչ-որ մեկը գալիս է մեղմ ասած իրար հետ համաձայնության, ուրեմն կարելի է ներել, իսկ երբ որ իր հետ համաձայնությունից դուրս է գալու, ուրեմն պետք է պատժել։ Մենք կներեք հանրապետությունում ենք ապրում։ Թե սա ինչ-որ մի հատ բան է, հետամնաց միապետություն է, որտեղ կա մի հատ միապետ ժողովրդի անունից, ես եմ ինչի ժողովրդի անունից հանդիս եկող, որ եկել նստել է բոլորիս գլխին ու կարա մեր ճակատագիրը որոշի, այդպես չի լինելու։ Չի լինելու, սա ավարտվելու է։ Բայց հասկանալի է, որ Անդրանիկ Թևանյանով չի վերջանալու, որովհետև շարունակվում է այդ թեման, այդ փնտրտուքները, այդ լրտեսության թեմաները, մեղադրանքները։ Ես կարծում եմ, որ այո, վերջանալու է Նիկոլ Փաշինյանով։ Վերջանալու է մինչև Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության չենթարկվի, այս ամեն ինչ այո շարունակվելու է։ Եվ եթե մենք ուզում ենք ապրենք իրավական պետությունում, որտեղ իրավունքի գերակայություն կա եւ մեր իրավունքները պաշտպանված են, մենք պետք է փորձենք որպես առաջի քայլ, գոնե առաջի քայլ, ազատվել այս հակաիրավական, բացարձակ կամայական, աստիճանաբար մեր աչքերի առաջ ձևավորվող այս բռնապետությունից։ Եվ դրա լավագույն հնարավորությունը մենք ունենք 2 շաբաթից։ Ընտրությունները, քվեարկությունները 2 շաբաթից են, պետք է վճռական դուրս գալ տնից, գնալ ընտրությունների եւ մերժել այդ 16 համարը։
Այս իրավիճակում ինչ ձևով կգնանք ընտրությունների, որովհետև եթե այսպեսի կալանավորումներ են, արդեն դատախազությունն է կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում, որպեսզի հեռացնեն, միգուցե մյուսների մասով է լինի, Մարտուն Գրիգորյանը եւս փաստորեն նախ ուզում եմ կոչ անեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գտնվել իր բարձրության վրա եւ ոչ մի անգամ թույլ չտալ այդ կեղծ շինծու պահանջներին, թույլ չտալ, որ ընտրաշավը խաթարվի դրանով, որ այդպիսի միջամտությունները խաթարեն ընտրաշավը, այդ մեկ։ Երկրորդը, անկախ ամեն ինչից ընտրություններին պետք է գնալ, որտեղ մենք պետք է կարողանանք ի վերջո իրավական ճանապարհով հասնել իշխանափոխության։ Ի վերջո։ Ինչքան էլ որ իշխանությունը գործող վարչախումբը ամեն ինչ անի, որպեսզի ապակայունացնի իրավիճակից, դա ակնհայտ է, որ նրանք հասկանալով, որ արդար ընտրություններով պարտվելու են փորձում են ապակայունացնել իրավիճակը, դա արդեն բոլորի համար ակնհայտ է դառնում։ Ինչքան էլ որ նրանք փորձեն ապակայունացնել իրավիճակը, մենք Հայաստանի Հանրապետության պատասխանատու քաղաքացիներս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ապակայունացումը տեղի չունենա, որպեսզի մենք կարողանանք իրավիճակը կառավարենք օրենքի շրջանակներում, որպեսզի ապահովենք օրենքի գերիշխանությունը մեր երկրում, ի վերջո կարողանանք, այո, ընտրություններով փոխենք այս վարչախումբը։ Դա շատ կարևոր է, եւ նույնիսկ եմ ասում, ամեն քաղաքացի պետք է իր պատասխանատվությունը գիտակցի, այն քաղաքացին, որ ասում է, իմ գալով ոչ մի բան չի փոխվի, ինչ էլ անեմ նույնն է մնալու եւ հարգելիս դու սխալ ես։ Արի եւ քվեարկի, արի խղճի եւ պետության առաջ քո պարտքը կատարի, քո մեկ ձայնը շատ կարևոր է, որովհետեւ քո պես հազարավոր եւ տասնյակ հազարավոր քաղաքացիների մեկ ձայնով է այս իրավիճակը փոխվելու։ Դե մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ձայնը պաշտպանված լինի։ Բայց ամեն դեպքում ընդդիմությունը չպետք է մտածի այլ պլաններ, որովհետև եթե իշխանությունը գործում է եւ ծանր մեղադրանքներ են դեռևս ներկայացում, օրինակ Սամվել Կարապետյանի մասով, որ նա Facebook-ում հավաքագրված է եղել 1999 թվականին, ընդամենը հաշվառված է եղել ու ձեզ ասեմ հետեւելը։ Ռուսաստանում գործող ցանկացած օտարերկրացի պրակտիկորեն հաշվառված է լինում FSB-ում, դրան ոչ մի զարմանալի բան չկա։ Հայաստանում էլ եթե ինչ-որ օտարերկրացի գա երկարաժամկետ արտոնագրով մուտքի, հա, ոչ թե որպես զբոսաշրջիկ, ասենք 10 տարվա բնակության նա հաստատ իմացեք ԱԾՄ հաշվառված է, դրան ոչ մի զարմանալի բան չկա։ Հասկանալի, բայց դա կաշկանդում է իշխանությանը, որպես ինչ-որ գործողությունների դիմեն կամ արգելեն, որպեսզի նրանք մասնակցեն, այսինքն ավելի կոշտ միջոցների դիմեն, այս ամենը նախապատրաստող փոխնախապատրաստող հայտարարություններ չեն։ Կա սահման այդ ամեն ինչ։ Կա սահման։ Եթե իշխանությունը այդ սահմանը հատի, դրա արդյունքում ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն ճանաչվելու։ Դա շատ կարևոր է։ Ես ուզում եմ, որ բոլորը դա հասկանան։ Չի լինի լեգիտիմ ընտրություն, չի լինի լեգիտիմ իշխանություն։ Չի լինի լեգիտիմ իշխանություն, չի կարողանա այդ իշխանությունը կառավարել։ Մենք արդեն դրան ականատես ենք եղել մեր պատմության մեջ։ Մենք տեսել ենք ինչպես 96 թվականին, քանի որ ընտրություններով լեգիտիմ իշխանություն չձևավորվեց, այդ իշխանությունը ստիպված եղավ 1.5 տարի հետո հրաժարական տալ։ Մենք տեսել ենք 2008 թվականի մարտի 1 իրադարձությունից հետո, երբ որ իշխանության լեգիտիմության հետ եւս կային կասկածներ, ինչպիսի բարդություններ է ստեղծել այդ իշխանության համար։ Մենք տեսել ենք, թե ոնց 2018 թվականին գործող իշխանությունը ստիպված եղավ հրաժարական տալ, որովհետեւ իր լեգիտիմության հետ կապված հասարակության մոտ ձևավորվել էին շատ լուրջ կասկածներ, հա։ Նորից եմ ուզում պնդել, Հայաստանը այն երկիրը չի, որում կարելի է ոչ լեգիտիմ ճանապարհով գալ իշխանության, մանավանդ ներկայիս աշխարհակական լարվածության պայմաններում եւ հանգիստ կառավարել, այդպես չի լինելու։ Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարողանալու արդյունավետ երկիրը կառավարել։ Անկամ եթե Եվրամիությունից ունի աջակցություն այդպիսի ռեպրեսիվ միջոցների գնալու։ Եվրամիության աջակցությունը իմ կարծիքով բավարար չի լինելու, որպեսզի Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանությունը կարողանա երկար դիմանալ։ Բավարար չի լինելու։ Եվ ի դեպ մի մտածեք, որ Եվրամիությունն էլ է դրա վրա աչքեր փակելու։ Եվրամիությունը ի տարբերություն օրինակ Հայաստանի Հանրապետության դա բոլոր դեպքերում որոշակի ժողովրդավարական ավարտեն ավանդույթներ ունեցող երկրների միավորում, երկրների միավորում, դա մի երկիր չէ, տարբեր երկրներում այդ հարցերը սկսել են բարձրանալ։ Մենք էլ Եվրամիությունում ունենք շատ լուրջ գործընկերներ, որոնք այդ հարցերը բարձրացնելու են, համոզված եղեք։ Եւ Եվրոպական խորհրդանում եւ եվրոպական տարբեր երկրների խորհրդաներում այդ հարցերը բարձրանալու են։ Դե պատգամավորներից էլ կան, որոնք արտահայտվում են այս թեմաներով։ Բնական է, չէ, բնական է, ես կարծում եմ, որ Փաշինյանը չի կարող ակնկալել, որ ինքը բացահայտ կեղծելու ընտրությունները, բացահայտ կեղծելու եւ կարողանալու է Եվրոպայում դա ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ, չի կարողանալու։ Դա էլ իր համար չի ստացվում։ Այս գերլարված վիճակը ինչով կբացատրեք եւ այն հայտարարությունները, որ բոլորին փախած է անվանում, հետո ասում են ինչու չզոհվեցիք, եթե կռվել եք պատերազմում, հետո էլ այսօր էլ ասում են դա բոլորին չի վերաբերում, դա վերաբերում է Արցախի պսևդո ղեկավարությանը։ Ես կարծում եմ, որ գերլարված իրավիճակը եւ այդ հարցին ձեր արդեն պատասխանել եմ, պայմանավորված է մի բանով՝ Փաշինյանի մոտալուտ պարտությամբ։ Եվ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ
իր համար պարտությունը ազատ քաղաքական պարտություն չի, քանի որ ինքը իր կառավարման 8 տարիների ընթացքում բազմաթիվ առերևույթ հանցագործություններ ա գործել, բազմաթիվ։ Հենոր Թևանյանը դա իմիջիայլ շարադրում էր հերթով, այդ ցուցակին կարելի է շատ ավելին ավելացնել, մենք իդեպ բազմիցս հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին, Փաշինյանի տարբեր առերևույթ հանցագործությունների մասին, բնականաբար իր կամակատար դատախազությունը կոծքում է դրանք եւ երբևիցե գործեր չի արվում, բայց հենց տեղի ունենա նաեւ դատախազի փոփոխություն, ես համոզված եմ, որ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը օրենքի առաջ պետք է պատասխանատվություն տա։ Թե ինչի՞ օրինակ օհանավանքը գրավել ուժով, ինչի՞ է տավուշում տարածքներ հանձնել դրա վերաբերյալ իրավասություն չունենալով, ինչի՞ է օրինակ Գորիս Կապան ճանապարհը եւ Կապանի դիմացի տարածքները հանձնել ադրբեջանցիներին, նույնիսկ որևէ փաստաթուղթ չունենալով դրա հետ կապված։ Ինչ իրավասության բա դա տալ։ Եվ բազմաթիվ այդպիսի օրինակներ մենք կարող ենք վերենք, որոնք իրանց համագումարի մեջ, ես ձեզ ասեմ, էլի շատ լուրջ պատասխանատվություն են ենթադրում, եւ Փաշինյանը գիտակցում է այդ պատասխանատվությունը։ Նա շրջապատներն է գիտակցում, որ իրանք իրանցից շատերը ներքաշված են եղել դրա մեջ։ Իդեպ եթե դուք ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ Փաշինյանին, տես փորփուրը բերանին պաշտպանում է մի 10 հոգի մարդ իր շրջապատից։ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբենյան, Սուրեն Պապիկյան եւ այլն, հա, որտեղ իրանք էլ են հասկանում, որ իրանք անմիջականորեն ներքաշված են եղել։ Դե Պապիկյանը նույն խոսույթով է խոսում, ասում չի չեք զոհվել։ Հա, որը շատ իմ համար շատ ցավալի է, որովհետեւ ինչպես շատ ճիշտ նկատեց Նարեկ Կարապետյանը, Սուրեն Պապիկյան, դու ի վերջո պաշտպանության նախարար ես։ Այս ամբողջ ընթացքում դու լավ թե վատ քո գոնե իրավասություններն ես իրականացրել։ Փորձի դրանից չշեղվել, դու լավագույն քարոզիչ չես։ Ու ընդհակառակը քո ամեն խոսք քեզ ավելի է հեռացնում ժողովրդից եւ ավելի է հեռացնում օրենքից եւ ավելի է հեռացնում բարոյականությունից։ Ավելի լավ է մի քիչ մտածել ինչեւ խոսալ իսկապես։ Դրա համար տեսեք, այս ամեն ինչը շատ པարզ է բացատրությունը։ Դա Փաշինյանի վախերն են, ահագնացող վախերն են, որովհետեւ նա հասկանում է, որ երբ որ ի վերջո նա իշխանազրկվի, նա կանգնելու է պատասխանատվության առաջ։ Անընդհատ չեն կարող իր բոլոր հանցագործությունները կոծկեն։ Կանգնելու է պատասխանատվության առաջ։ Նա վախենում է պատասխանատվությունից։ Բայց սա հասարակական մեծ պարակտում է առաջացնում այս հայտարարությունները, բոլորին փախածներ ասել եւ երկրի բարձր ղեկավարության կողմից մեղադրանքներ հնչեցնել, քաղաքացիներ կամ ասում են դե ինչ որ տեղեկություններ գիտեն, դե մի բան կա, որ ասում ես մարդ էս քաշ։ Ես ասում եմ, տեսեք։ Այսինքն միտում կա նաեւ այս բնականաբար, բայց տեսեք, եկեք sense ասենք, հա, որ պայմանականորեն մեր հասարակությունը բաժանենք 3 պայմանական մասի, հա, պայմանական։ Փաշինյանի անմիջական հետևորդներ եւ Փաշինյանի ատելության խոսքը առաջին հերթին ուղղված է իր հետևորդներին մոբիլիզացնելու, հա։ Անդիմության հետևորդներ, որոնց մոտ դա բնականաբար հակակրանք եւ հակազդեցություն առաջացնում, եւ կա մեղմ ասած այն չեզոք շերտը, որը ի վերջո ուզում է հասկանա ինչա տեղի ունենում։ Իմ գնահատականներով Փաշինյանի խոսույթը այդ չեզոք շերտում աշխատում առաջին հերթին հենց իր դեմ, որովհետեւ մարդիկ բնական հարց են տալի, ասում են, արդյոք պետության ղեկավարը անկախ նայած թե ինքը ինչ իրավիճակում է, իրավունք ունի այսպիսի բառամթերք օգտագործել։ Արդյոք պետության ղեկավարը իրավունք ունի փողոցում անհետ կորած զինվորականի քրոջը քաշքշել։ Արդյոք իրավունք ունի Արցախից բռնագաղթված քաղաքացուն ասել դու ինչու չես մեռել Արցախում եւ այլն։ Արդյոք պետության ղեկավարը իրավունք ունի իսկապես բարոյականության բոլոր հնարավոր գծերը խախտել։ Եվ այդ մարդկանց մոտ Փաշինյանի վարքագիծը միայն եւ միայն հիմա դժգոհություն եւ լարվածություն առաջացնում։ Ոստի ես կարծում եմ, որ մենք իսկապես էլի մոտենում ենք հանգուցալուծմանը, ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա առաջիկա 2 շաբաթների ընթացքում, բայց ես կարող եմ կանխատեսել, թե մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է փորձենք ամեն ինչ վերադարձնել օրենքի դաշտ։ Մենք պետք է փորձենք սահմանափակել գործող վարչախմբի հնարավորությունները, օրենքը խախտելով պիտակավորել իր մրցակիցներին, հասարակության մեջ լարվածությունը ավելացնել, բևեռացությունը ավելացնել, անկայունությունը եւ այլն, ինչի որտեղ այդ ամեն ինչը ունենալու է ծանր հետևանքներ։ Եվ այդ բոլոր ծանր հետևանքների համար պատասխանատվությունը լինելու Փաշինյանի վրա, որովհետեւ եթե դուք ուշադրություն եք դարձրել, իր մրցակիցները իրեն չեն հակազդում նույն բառամթերքով, չեն փորձում այդ լարվածությունը ել ավելի բորբոքել, ընդհակառակը փորձում են մեղմել, որովհետեւ մեր բոլորի շահերից է, որպեսզի մեր երկրում կայունությունը այսինքն միտումնավոր է նաև նա անում այդ բնականաբար ես ասում մյուս կողմին եւ նույնպես եմ ասում որովհետեւ նա գիտակցում է որ ընտրությունները ինքը պարտվելու է եւ փորձում է դրանից առաջ ապակայունացնել հանրապետությունը իրավիճակը գուցե նրա համար որպեսզի արտակարգ իրավիճակ հայտարարի եւ ընտրությունները չեղարկի գուցե նաեւ իր գլխում այդ տարբերակն է չեմ բացառում քանի որ Փաշինյանը ըստ էության ծայրահեղ արկածախնդիր անձնավորություն է մենք դա բազմիցս ենք տեսել իր վարքագծում, հա, իր արկածախնդրությունը, ես չեմ բացառում, որ այդ մի արկածախնդրությանն էլ պատրաստ է գնել։ Օրինակ ուրիշների իր տեղը դա չեն անի։
Հետաձգի ընտրությունները։ Եթե լինի կպատրաստվենք նոր ընտրություններին։ Ի վերջո ինքը պարտվել է։ Եթե նույնիսկ իր հոգեվարքը երկարաձգի, միևնույնն է պարտվել է։ Մեղադրում է ընդդիմությանը, ասում է, որ դուք եք բերել այդ թեզը մցրել ադրբեջանական նարատիվները, որ 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան, նման բան չկա, այսօր էլ ասում է, ես երաշխավորում եմ, որ իմ իշխանության ժամանակ նման բան չի լինելու։ Այս խոսույթը բերում են այն մարդիկ, ովքեր ուզում են, որ նման բան լինի։ Աբսոլյուտ է, որովհետև դրա մասին անդադ Ալիևն է խոսում։ Եվ Հաջիևն էր 2 օր առաջ խոսում։ Հունիսի 18-ից 19-ի Նախիջևանի Օրդուբարդ քաղաքում պետական հովանավորությամբ կազմակերպվում է միջազգային համաժողով այդ թեմայով, պետական հովանավորությամբ։ Եվ նույնիսկ որոշ ադրբեջանական աղբյուրներ ասում են, որ այդտեղ հայերել են հրավիրված լինելու։ Այդ մասը երևի ամենանավականությամբ կեղծիք է, բայց բացարձակ կեղծիք չէ, որ Օրդուբադում այդ համաժողովը կազմակերպվում է Նախիջևանում, Հայաստանի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Եվ դրա միջոցով Հայաստանի վրա բացահայտ ճնշում է դրում։ Իդեպ միջոց Ալիևը այս տարի մի քանի անգամ է դրա մասին խոսել։ Այդ միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպվում է, արդեն երրորդն է։ Եվ Ալիևը բացահայտ ասում է, մենք մեքենաներով ենք վերադառնալու Երևան։ Ինչի՞ Երևան չի ասում, Երևան ասում, Հաջիևն էլ ասում է 300,000 ադրբեջանցի։ Իհարկե, եթե հիմա նայեք, տեսեք ինչու է հարցը։ Անկախ նրանից թե Փաշինյանը ինչ է խոսում, պետք է հասկանալ հետևյալը. Փաշինյանը այս ընթացքում շարունակաբար զիջումներ է իրականացնել Ադրբեջան, շարունակաբար։ Մենք անընդհատ տեսել ենք, չի եղել մի դեպք, երբ որ մենք տեսնենք կոշտ հակազդեցություն, որի արդյունքում Ադրբեջանը նահանջի։ Հա? Հիմա եթե Փաշինյանը գնալու է տրամաբանությամբ եւ վաղ թե ուշ իր առաջ այդ խնդիրը Ադրբեջանը դնելու է, ինքը ինչպես է հակազդելու։ Ինքը գալու է մեզ ասի երաշխավորում է, որ չի լինի։ Չի կարա Փաշինյանը ոչ մի բան երաշխավորի, շատ բարձ պատճառով, որովհետեւ նա Ալիևի կամակատարն է, դա բացահայտ է։ Ես բազմից եմ խոսացել նրա մասին, որ նաեւ միջազգային հանրության մեջ ընկալման մեջ նա դիտարկվում է որպես Ալիևի կցորդ։ Նա Ամերիկայի նախագահ Թրամփը մի անգամ հայտնի խոսք ասեց, չէ՞ որ ասեց Ալիևն են հետի տղեն։ Another guy, հա, հետի տղեն։ Փաշինյանը Ալիևի հետի տղեն է, այստեղ միջազգային դերակատարների տեսանկյունից կարևոր է դարձել Ադրբեջանը, որովհետև մեր միջև հավասարակշռությունը խախտվել է Փաշինյանի օրոք եւ Փաշինյանի շնորհիվ ինչ-որ իմաստով, հա։ Նա դառնա Ալիևի կցորդ, Ալիևի ինչ էլ իրենց պահանջի, նա չի կարող մերժի, ինչպես պետք է մերժի։ Եթե նա քեզանից ուժեղ է եւ նա իր կամքն է պարտադրում։ Եվ դու էլ այդ ընթացքում կռվում ես Ռուսաստանի հետ, անընդհատ չես կարող հենվես Ռուսաստանի վրա։ Փորձում ես Եվրոպայից հենվել, եվրոպացիները քեզ ասում են գնա Ալիևի հետ պայմանավորվի, այդ մեր գործը չի։ Մենք իր հետ կխոսանք, լավ, բայց դու գնա պայմանավորվի։ Այս ընթացքում հասկանում եք այդ տրամաբանությունը, երբ որ դու ուժեղ հենարան չունես միջազգային խաղացողների մեջ, բերում է նրան, որ ի վերջո Ալիևի ցանկացած պահանջ իրականություն է դառնում, ինչպես դա եղել է մինչև հիմա։ Ցանկացած պահանջ իրականություն է դառնում։ Նույն Տավուշի տարածքների հետ կապված, այսպես կոչված անկլավների մասով ինչ է լինելու այս դեպքում։ Դրա մասին էլ հեսա կասեմ, բայց Տավուշի տարածքների հետ կապված Ալիևը մի անգամ հայտնի բան է ասել, որը Փաշինյանը փորձում է անընդհատ կոծկի։ Երբ որ իրանք ասացին, լավ էր, էլի դու կարողացաք երկխոսության միջոցով այդ տարածքները առանց մի կրակոցի հետ բերեք, Ալիևը քմծիծաղով ասաց ինչ երկխոսություն, դա մենախոսություն է եղել, ինչ ասել են Փաշինյանին, նա կատարել է։ Մենախոսություն է եղել, դա Ալիևի խոսքերն են։ Մենք տեսել ենք, չէ, հիմա հարց եմ ձեզ տալի, այդ տարածքները մենք հանձնել ենք, չէ, Ադրբեջան։ Դիմացի ինչ ենք ստացել։ Դիմացը գոնե մի միլիմետր տարածք հայկական ստացել ենք ուրիշ տեղում գրաված, իհարկե ոչ։ Հիմա այլ տարածքների մասին։ Հիմա այլ տարածքների այսօր էլ հաստատեց, ասեց հա տալու ենք։ Այսօր էլ հաստատեց։ Նույնը Տիգրանաշենի մասով եւս։ Դե ասում Արցախաշենը պետք է վերցնենք, մենք եթե խոսում ենք Արցախաշեններ պետք է վերցնենք։ Պետք է հասկանալ հետեւյալը, որ Արցախաշենը Փաշինյանը ոչ մեկ չի վերադարձնելու, հենց նույն պատճառով։ Այնտեղից երբեք չեն խոսում Արցախաշեն վերադարձնելու մասին, իդեպ միայն այստեղից են խոսում։ Իսկ այն ինչ որ վերաբերում է Տիգրանաշենին, Վերին Ոսկեպարին, հա, այդ տարածքները, ախր այդ տարածքները կարևոր այդքան տարածքը չի, ինչքան այն, որոնք նրանք ռազմավարական ճանապարհներ են վերահսկում։ Վերին Ոսկեպարը վերահսկում է Ոսկեպար գյուղը իր ստորոտում գտնվող եւ այնտեղով անցնող միջպետական Երևան Թբիլիսի ամենակարճ ճանապարհը, որը Փաշինյանի ձեռամբ արդեն կիսաօգտագործելի է դարձել, որովհետև Կիրանցում այդ պատնակառուցած, հա։ Իսկ Տիգրանաշենը, որ ընդհանրապես ամենակարևորն է, վերահսկում է Վայոց ձոր եւ Սյունիք տանող ճանապարհները, եւ եթե այդտեղ ինչ որ մի հատ տարածք հանձնվի Ադրբեջանի թեպուզ մետրի վրա տարածք, որտեղ ադրբեջանական դիտակետ կարելի է տեղադրել, մեր ամբողջ պաշտպանական համակարգը քանդվի, ամբողջ պաշտպանական համակարգը։ Բայց դեպքում ինչպես են մտածում, ինչ են անելու։ Այլընտրանքային ճանապարհներ են կառուցել։ Ես ասում եմ, նույնիսկ եթե դուք այնտեղ այլընտրանքային ճանապարհներ կառուցեք, իդեպ այլընտրանքային ճանապարհ կա Վեդիով եւ Լանջարով, այնպես չի որ ճանապարհ չկա։ Խնդիրը ուրիշ է։ Ով որ այդ տարածքով մի անգամ անցել է, նա պետք է հասկանա,
Այն ինչ որ կոչվում է Տիգրանաշենի անկլավ, ամենակարևորը դեռ նույնիսկ գյուղը չի որպես այդպեսին, այլ շրջակա բարձունքները, որոնք վերահսկում են մեր ամբողջ պաշտպանական համակարգը։ Ադրբեջանը հայտնվելու է Արարատի եւ Վայոց ձորի մեր պաշտպանական համակարգի թիկունքում եւ ընդեղից դիտարկի եւ վերահսկի մեր ամբողջ պաշտպանական բնագիծը, հասկանում եք։ Ես նույնիսկ սարսափում եմ, որ եթե հանկարծ իսկապես Փաշինյանը վերարտադրվի, այո, նա դա հանձնելու է եւ այդ դեպքում մեր ամբողջ պաշտպանական համակարգը քանդվի։ Ադրբեջանը օգտագործելով այդ այսպես կոչված բանը, հենակետ, այնտեղից ասենք տարածություն մի ժամ կարող է մտնել Արարատ եւ եւս 1 ժամում մտնել Արտաշատ, հետո Երևան։ Քանդի ամբողջ մեր պաշտպանական համակարգը։ Դրա մասին է խոսքը, դա նույնիսկ խնդիրը բնակավար չի, այլ այն որ ամբողջ պաշտպանական համակարգը փլուզվի։ Իսկ այդ խոսույթը որ Արցախաշենը հետ կբերենք եւ այլն, եթե անգամ համաձայնության կան այս հարցում, սա ես կարծում եմ իդեպ ասում եմ, ինչու չեն թողնում այդպես ինչպես որ կա։ Խելամի տարբերակը այդ համանազատման եւ այլն ի վերջո այնա, որպեսզի լինեն որոշակի տարածքների փոխանակություն, որոնք վավերացվում են երկու պետությունների կողմից եւ այլն, այնպես որ ընդհանրապես ոչ մի անկլավ, ոչ մի պետությունում չլինի, որովհետեւ ցանկացած անկլավ որպես այդպեսին դա ռազմական վտանգի բուր է։ Մանավանդ մեր տարածքում հաշվառն է, որ Ադրբեջանը ռազմական գերակայություն ունի այս բանը։ Ցանկացած անկլավ մեր տարածքում դա ադրբեջանական ռազմական հենակետ է եւ հետագա ռազմական սպառնալիք է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայ-Ակվի ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։